Արտոնությունների մասին, քանի որ ակնարկ եղավ, հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին, ազատում են հարկային մուծումներից, օրինակ մաքսային մուծումներից։ Սա ամենից վատ հարկային արտոնության ձևն է, որը հսկայական կոռուպցիոն բան ունենք իր մեջ։ Դու ինչ որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը չես տալիս։ Այդպիսի բան երբեք մենք չենք արել։ Իմ ժամանակ մենք այդպիսի լուծումներ չենք տվել։ Եթե տալիս ես հարկային արտոնություն, պետք է ամբողջ ոլորտին տաս հարկային արտոնություն։ Եվ արդեն բանը չինովնիկը չի որոշում սրան տալ, սրան չտալ։ Իդեպ բոլորը գրեթե ովքեր այդ արտոնությունները ստացել են, հետո գումարներ են փոխանցել իմ քալի հիմնադրամին։ Կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է։ Դու հարկային արտոնություն ես տալիս փաստացի կաշառքի դիմաց։ Այն ժամանակ հարկային արտոնությունը վերաբերում էր ոլորտին։ Սա նշանակում է, որ ոչ մեկը չի որոշում քեզ կամ մյուսին, ամբողջ ոլորտը։ Կոռուպցիոն ռիսկերը այստեղ ուղղակի 0 են հասնում։ Բայց ոլորտը սկսում է զարգանալ։ Որտեղ նման կարգի արտոնությունները իրենք անհավասար պայմաններ են ստեղծում տվյալ ոլորտի ներսում, իսկ սա ուղղակի մրցակցությունը քայքայող գործիք է։ Իդեպ այն ժամանակ հենց ստեղծեցինք առաջի անգամ պետական կառույցներ, որոնք պետք է հետևեին հենց արդար մրցակցության, եթե չեմ սխալվում 2001 թիվ։ Այն ժամանակ ես ասացի, առաջի խնդիրը եղել է նոր աշխատատեղեր, քիչ ներդրումներով մաքսիմալ քանակի աշխատատեղեր։ Լավագույնը հենց ադամանդի մշակումներ, ոսկերչություն, գորգագործություն։ Հիմա ես կարծում եմ այլ մի քիչ մոտեցում պետք է լինի, որովհետև մենք այն ժամանակ իդեպ նաև սենց ինդուստրիալ պոտենցիալ ունենք փորձում վերականգնել։ Արմենալի օրինակ մեծ ներդրում էր, նույնիսկ այն ժամանակ աշխատացրեցինք լամպի գործարանը, լամպերի գործարանը։ Հետո չկարողացան շարունակել, բայց աշխատացրինք։ Ամբողջ վերամշակվող արդյունաբերությունը ձևավորվեց այն ժամանակ։ Հայաստանը ամբողջ sense այդ կոնֆետները ներ են մուծում։ Grand Canteen այն ժամանակ ստեղծվեց։ Ես կարող եմ նույնիսկ վերամշակվող գործարանների առումով ասեմ հետևյալը. առաջի իմ պայմանավորությունը, իմ առաջի այցը Դավոսում ես պայմանավորել եմ շվեյցարացուց հետ տեխնոլոգիա են ներմուծվել եւ 4 գործարանում կիրառվել այդ տեխնոլոգիան ասեպտիկ ճանապարհով տոմատի մածուկ ստանալու տեխնոլոգիա։ Առանց դրան չես կարող արտահանել, չես կարող պահել ինքը ուղղակի չէր դիմանում շատ կարճ ժամանակում փչանում էր։ Սա այն մոտեցումն է, որը կիրառում էինք այն ժամանակ, պրոակտիվ մոտեցում։ Ոչ թե ասում ենք հիմա այս բիզնեսը ինչ որ լավ եկամուտներ ստանում, մի հատ նայենք ոնց են կթում կողը կթելու համար պիտի կերակրես։ Իսկ եթե դու անընդհատ ասում ես բյուջեն լցնեմ եւ հասնում ես այն վիճակին, որ բացի նրան, որ այդ կաթն ես կթում կողից, այդ խոտը որ պիտի ուտի, այդ խոտն էլ ես քաշում։ Բայց ասում ես, այս ինչքան կաթ տալիս էր, այդ նույն կաթը դու չի լինում կյանքում այդպեսի բան։ Հատկապես սկզբնական շրջանում ոլորտը պետք է պետության կողմից խրախուսվի։